տեղեկատվական պատերազմը օր-օրի ավելի ակտուալ է դառնում։ Արագության վրա է ամեն ինչ եւ սա է նպաստում, որ ապատեգատվությունը տեղեկատվության հետ հավասար է գնում։ Օրինակ ստեղծվում է վախի մթնոլորտ։ Արհեստական բանականությամբ գեներացված վիդեոները այսօր բոլորին դնում են կոնկրետ մարտահրավերի առաջ։ Չկա այո որևէ վերահսկող մարմին։ Բնականաբար շատ կարևոր է հավասար հնարավորություններ ստեղծել կոնտենտ արտադրողների համար։ Մեր գործին է խփում։ Այո, իշխանությունը եւ ղեկավարումը լիազորությունը ժամանակավոր է։ Լրագրողների իշխանությունը հավերժ։ Տեղեկատվական պատերազմը երբեք այնքան ակտուալ չի դառնում, որքան համապետական ընտրությունների նախաշեմին։ Փաստ թե մանիպուլյացիա այս երկուսի միջև մեդիայում կա շատ նուրբ սահման, որի մասին այսօր խոսելու ենք հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը այսօր լրագրող մեդիափորձագետ Հրաց Սահակյանն է, ողջույն Հրաչ։ Բարեբաստիկ, շնորհակալություն ինձ հարազատ հեռուստատեսությունում եւս մեկ անգամ հարցազրույցի հնարավորություն տալու համար։ Մենք եւս շնորհակալ ենք, որ հյուրընկալել ես մեր տաղավար։ Հրաչ, մոտենում են համապետական ընտրությունները, համապետական ընտրությունների նախաշեմին, տեղեկատվական պատերազմը օր-օրի ավելի ակտուալ է դառնում եւ այս համատեքստում մեդիա սպառողը ինչպես պետք է տարբերակի, որն է փաստի եւ մանիպուլյացիայի միջև եղած այդ սահմանը։ Ցավոք, այսօր ինֆորմացիա չեն տրամադրում միայն լրագրողները եւ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները կամ մեդիա կենտրոնները, այլ յուրաքանչյուր ոք, ով ձևավորել է որոշակիորեն լսարան, արդեն դառնում է ինֆորմացիա կիսող, տվող եւ տրամադրող եւ ուզենք ընդունենք թե չընդունենք այդ անձի կամ կենտրոնի շուրջ եւս հավաքվում է լսարան ու ավաղ, բայց տեղեկատվության հետ ապատեղեկատվությունը այս դեպքում հավասար է գնում, որովհետեւ եթե օրինակ դասական լրագրությունում պետք է ունենայինք սկզբնաղբյուրներ, հավաստի լիներ ինֆորմացիան, այս դեպքում ուղղակի տելեգրամյան ալիքների դեմքով երբեմն նաև նորաստեղծ նորելուկ բլոգերների անուններով հրապարակվում են ինֆորմացիաներ եւ հասարակությունը դա ընդունում է որպես ճշգրիտ ինֆորմացիա եւ նույն ժարին է դնում այն դեպքում, երբ որ լրագրողը կարող է մեկ նյութի համար տրամադրել մի քանի օր, բազմաթիվ զանգեր իրականացնի, հանդիպումներ, հարցազրույցներ, մինչև հասնի եւ վստահ լինի, որ ինֆորմացիան պետք է հանրությունը այս դեպքում ընդունի։ Հիմա փոխվել է եւ արագության վրա է ամեն ինչ եւ սա է նպաստում, որ ապատեգատվությունը տեղեկատվության հետ հավասար է գնում։ Ինչպես տարանջատել բավականին բարդ է մեր օրերում, որովհետև այսօր բոլորը հենց Reels կոչվածները եկել են ու արագացրել են նրա հոսը, որովհետև մարդիկ ոչ միայն YouTube-ով երկու անգամ արագացված են նայում հաղորդումները, այլև այդ 30-20 վայրկյանանոց շորթերը արագ են լսում եւ հենց դա է նաեւ տանում դեպի ապատեգատվություն, որովհետև մտքերը կրճատելուց, երբեմն ինֆորմացիան կրճատելուց կորում է իրականությունը։ Ու հենց այսպես սա լուրջ մարտահրավեր է լրագրողների եւ ճշգրիտ օբյեկտիվ աշխատող ԶԼՄ-ների համար, բայց պետք է նշեմ, որ անգամ մենք ցայք հեռուստաընկերության լրատվական կազմը, երբ պարբերաբար ինֆորմացիան ստուգում ենք մի քանի տեղից, տեսնում ենք թե ինչի մասին են օրենք հրապարակում, մենք առաջին դեմքով պետք է այնտեղ լինենք, հարցազրույցներ անենք եւ այլն, բայց ոչ վաղ անցյալում մենք ունեցանք մի տխուր փորձ, երբ լուսաբանում էինք քաղաքի խնդիրներից մեկը շների թեման էր եւ քաղաքացիները մեզ ուղարկել էին տարբեր թաղամասերից լուսանկարներ ու տեսագրություններ, թե ինչպես են շները ոհմակներով շրջում եւ մենք դա էինք լուսաբանելու ու վերջին արդեն երբ որ նյութը պատրաստ էր գրեթե հրապարակման, գործընկերոջս ուղարկել էին եւս մեկ տեսանյութ, որը նման էր Գյումրու մուշ թաղամասին առաջին հայացքից եւ ձյունապատ էր այդ ընթացքում փողոցները ու նույնականացնել շատ հնարավոր չէր, այդ նույն պիտոնյա շենքերն էր, բակերը նման էին եւ տարեց կնոջ վրա 20-ից ավելի շներ էին հարձակվել ու մի տղամարդ բահով փորձում է օգնել այդ կնոջը։ Տեսանյութը մենք հրապարակել էինք, գցել էինք մեր ռեպորտաժին եւ մենք կենթանասերների կողմից ստացանք ահազանգ, որ դա ապատեգատվություն է, քանի որ տեսանյութը ստուգված չէ եւ իսկապես եզակի դեպքեր, երբ մենք չէինք հասցրել ստուգել աղբյուրը, ցավոք դա Գյումրի չէր, այլ Մոսկվայի թաղամասերից մեկում էր նկարահանվել եւ ուղարկվել էր մեզ, մենք էլ դա գցել էինք մեր ռեպորտաժին, բայց ավելի վատ եւ ապատեգատվության դեմ
մեր պայքարը ուղիղ տեմպով սկսվեց 2020 թվականի պատերազմից հետո, որովհետև անգամ պատերազմական դրության ժամանակ, եթե լրահոսում մինչև հիմա էլ ուշադիր լինենք, առհասարակ Հայաստանում տելեգրամյան ալիքների ակտիվությունը սկսվեց հենց 2020 թվականին, ինչի որովհետև լարված էր իրավիճակը եւ յուրաքանչյուր ոք սպասում էր ինֆորմացիայի 1 վայրկյան շուտ իմանալ թե ինչ է կատարվում սահմանում եւ հենց այս նույն արագությունը, որը քիչ առաջ էլ նշեցի, տարավ նրան, որ մարդիկ սկսեցին հավատալ ոչ թե ճիշտ, այլ առաջին լսած կամ կարդացած ինֆորմացիային։ Եվ արդյունքում մենք տեսնում ենք, որ տելեգրամյան ալիքներում գալիս են այդ կռվի կադրերը, սահմանի լարվածությունը եւ այլն, եւ պարզվում է, որ Հայաստանի զինված ուժերի եւ սիրիական բանակի որոշ զինված ուժերի համազգեստները նմանություններ ունեն, եւ քանի որ այդ ընթացքում ոչ որակին էին նայում տեսագրությունների եւ ոչ էլ խոսակցականին, դե բնականաբար պատերազմ է կրակոցներ ցայինը նույնականացնել հնարավոր չէր, որպեսզի այդտեղից հասկանանք, պարզվում էր, որ տելեգրամյան ալիքներին, որոնց հղում էին տալիս նաեւ եւ մարզային ԶԼՄ-ները, սա եթե չեմ սխալվում, նաեւ հանրային հեռուստաընկերությունը տարածեց այս ինֆորմացիան, որը հետո ստիպված եղանք բոլորս հերքելու, բայց տարածվել էր Սիրիայում տեղի ունեցած ռազմական դրության կադրեր, եւ դա գրել էին, որ Արցախում է տեղի ունենում։ Ցավոք մենք այդ ընթացքում դա տարածեցինք, բայց լավ է, որ այդ ընթացքում եւս զարգացան գործիքակազմեր, որոնք ցույց են տալիս, երբ ում կողմից է առաջին անգամ ինֆորմացիան տարածվել, եւ սա փոքր-ինչ վերահասկել է այդ հարցնում դաշտը, բայց ամեն դեպքում սա մեդիա փորձագետների կամ մեդիայով առնվազն զբաղվող մարդկանց համար ոչ թե սովորական ընթերցողի։ Տես, բնականաբար մեդիայում խնդիրներն այլ են առօրյա լրատվության դեպքում, այլ են նույն պատերազմական իրավիճակներում, բայց ընտրություններից առաջ մենք տեսնում ենք կոնկրետ գործիքակազմ, որոնցով օրինակ ստեղծվում է վախի մթնոլորտ։ Այս մասին ինչ կարող ենք ասել եւ մասնավորապես այս վճռորոշ ժամանակահատվածում մարդը, ով պետք է գնա հասնի ընտրատեղամաս եւ իր ընտրությունը կատարի, ինչպես լինի եւ մեդիայում եւ կարողանա հստակ իր, այսպես ասած, չմանիպուլացվել, վախի մթնոլորտի տակ չհայտնվել, այդ անցումն է ամենաբարդը կարծում եմ։ Տեսեք, այսօր այո քարոզարշավներում ցավոք նոր գործիքակազմ է օգտագործվում, որը արհեստական բանականությունն է։ Այո, նաև դրա միջոցով։ Արհեստական բանականությունը որպես այդպեսին, երբ որ գալիս էր սկզբնական մարտահրավերը, իրենց վրա զգում էին միայն ծրագրավորողները եւ թվում էր, թե արհեստական բանականությունը միայն կոդեր է գեներացնելու։ Ցավոք եւ օգնող գործիք է։ Այո, օգնող կամ այս դեպքում վնասող, որովհետեւ այդ ժամանակ սկսվեց նաեւ ՏՏ ոլորտում ճգնաժամ աշխատանքային կրճատումներ եղան։ Բայց ավաղ խնդիրը ոչ իրենցով սկսվեց եւ ոչ էլ ավարտվելու է իրենցով, որովհետեւ բոլոր մասնագիտությունները, սկսած դիզայներները եւ կոնտենտ ստեղծողները, ինֆորմացիա տրամադրողները բախվեցին այդ խնդրին, որովհետեւ այսօր արհեստական բանականությամբ գեներացվում են վիդեոներ, անգամ Հայաստանում արդեն կա առաջին արհեստական բանականության կողմից ստեղծված լրատվական հաղորդավարը, ով ինֆորմացիա է տրամադրում եւ մենք դեռ չգիտենք էլի ուր է գնալու այս ուղղությունը եւ ինչպես է զարգանալու կամ արդյոք այլևս եթերում հաղորդավարների կարիքը չի լինելու եւ մեր գործին է։ Այո, ուղիղ ասած նաեւ այդպես, բայց արհեստական բանականությամբ գեներացված վիդեոները այսօր բոլորին դնում են կոնկրետ մարտահրավերի առաջ, բայց իհարկե սա ոչ միայն ընտրությունների, այլ նաեւ եւ Ամերիկայում սկսվել էր հրդեհները, այդ վիդեոները մենք տեսնում ենք, որ այնտեղից էլ գեներացված գալիս են, որ հրդեհը հասել է Հոլիվուդ գրվածքին, հոլիվուդյան այդ թաղամասերին եւ այլն, անգամ կենթանիների այրվող կադրեր էին, որը առաջին անգամից անզեն աչքով կարելի է հավատալ, մասնավորապես եթե թեման այդ բանին էմոցիոնալ է։ Օրինակ հիմա խոսում են կրակոցներից եւ այդ ամեն ինչը եւս գեներացվում է օրինակ AI-ով։ Ձայնագրություններ են հրապարակվում, որը շատ երկար փորձաքննությունից հետո է պարզ դառնում դա արհեստական բանականություն էր, թե չէր, բնական էր կից արհեստական բանականությամբ ստացվել էր ինչ-որ բան, թե չէ, այսինքն երբեմն ստացվում է, որ ոչ միայն ամբողջական տեղեկատվությունն է, ապա տեղեկատվություն, այլ դետալներ են ավելացվում, այսինքն արհեստական բանականությունը վերցնում է ձայնը, կերպարը եւ շարունակում միտքը, օրինակ, հիմա տվել ես հարց եւ կարելի է օրինակ Հրաչ Սահակյանից ստանալ այլ պատասխան արհեստական բանականության միջոցով, սա էլ է մարտահրավեր եւ տեսեք ես սկզբում էլ ասացի, ավաղ, բայց մեր հասարակությունը առաջինը եւ ծանրակշիռ ինֆորմացիան ընկալում է առաջին անգամից, այն ինչ տեսել է ոչ թե հավաստի, այլ տեսել է առաջին անգամ, այսինքն այդ առաջին ինֆորմացիան, որը անբռնազբոս կերպով տարածվում է ԶԼՄ-ների կողմից, անհատների կողմից, հանրային լսարան ունեցող այլ դեմքերի կողմից, դա ընդունվում է որպես այդ բային միակ իրականություն եւ հաջորդ ինֆորմացիաները արդեն նժարի վրա երբ որ դնենք, պակաս հավաստի կլինեն
կարդացողի համար։ Սա է խնդիր եւ քարոզարշավների ժամանակ այո հիմա գեներացվում է տեսանյութերը, որոնք ու ել եմ կրկնում նաև ցայնագրությունները, որոնք եւ սպառնալիք են եւ միևնույն ժամանակ քաոտիկ ստեղծվող իրավիճակ, որովհետեւ ԶԼՄ-ները եւս չգիտեն դա հրապարակման ենթակա է թե ոչ, որովհետեւ դաշտ է նետվում Telegram-յան անանուն ինչ-որ ալիքում եւ ցավոք եթե հեռուստարադիո հանձնաժողովի կողմից հեռուստատեսությունները կոնկրետ խոշորացույցի տակ են եւ ապատեգատվության դեպքում ինչպես նաեւ այլ մեդիա կոնտենտի այդ օրենք խախտելու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու ցավոք մեդիայում օրինակ ինտերնետային լսարան ունեցող ինտերնետային սփռում ունեցող մեդիաները կամ Telegram-յան ալիքները որևիցե պատասխանատվության չեն ենթարկվում եւ սա եւս կարող է կոնկրետ ենթադրենք գործիչի կողմից ով տեխնոլոգիություն է առաջադրել հրապարակվում է տեսանյութ կամ ձայնագրություն Telegram-ով եւ շատ ժամանակ է պետք դա բարձրելու համար արդյոք իրականություն է դա թե ոչ բայց մենք գիտենք որ քարոզարշավը ունի սահմանափակ ժամանակ եւ այդ ընթացքում ընտրողը արդեն որոշում է կայացնում այս սա էմպիտակավորված անձն է ընտրել նրան թե ոչ սա էլի մեծ խնդիր է ու նոր մարտահրավեր մեր իրավիճակում Եվ եթե հեռուստա ռադիո հանձնաժողովի կողմից հեռուստատեսությունները լիցենզավորված հեռուստատեսությունները վերահսկվում են, ապա ինչպես կաբելային հեռարձակողների, այնպես էլ մեդիատիրույթում մեդիա արտադրողների կողմից չկա այո որևէ վերահսկող մարմին, որը հրատապ լուծում կարող է սահմանել, իհարկե մենք ունենք ապատեղեկատվության տարածման, վիրավորանքի, սպառնալիքի դեմ օրենսդրական կարգավորումներ, որոնցով պետք է պարտադիր անցնել դատական այսպես process-ներ, ինչը շատ երկարատև է եւ հիմնականում մարդիկ այդ process-ների մեջ չեն էլ ուզում մտնել։ Հենց այս առումով է որ կարող ենք արձանագրել, որ այո բացը կա եւ պետք է մեդիատիրույթում գծվեն հստակ այդ սահմանները եւ հասկացվեն պատասխանատվության այսպես սահմանների շրջանակում մեդիա արտադրողները պետք է դա գիտակցեն։ Այս առումով ինչ կասես։ Բնականաբար շատ կարևոր է հավասար հնարավորություններ ստեղծել կոնտենտ արտադրողների համար, որովհետև տեսեք օրինակ կայքերը, որոնք չունեն պետական, այսինքն իրենք հեռուստատեսություն չեն եւ պատասխանատվություն այդ մասով չեն կրում, ուղիղ եթերի արագությունը շատ բան է փոխում։ Եվ օրինակ հեռուստատեսության ներկայացուցիչը եթե պետք է ֆայլը բերի, մոնտաժվի, հեռացվի այդտեղից ոչ եթերային էթիկային բնորոշ խոսքերը, պահվածքը եւ այլն, ապա մենք այս on-line տիրույթում տեսնում ենք անբռնազբոսիկ ուղիղ եթերներ, որտեղ երբեմն անգամ կոնտենտ արտադրողի, ինչ եմ ասում կոնտենտ արտադրող, որովհետև լրագրողը ինձ համար թերևս դա պատասխանատու մասնագիտություն է, որը ես սովորել եմ ավագ գործընկերներից եւ փորձում եմ այդ ինչպես կա Հիպոկրատի երթում, հա, լրագրողի այս էթիկայի նորմերին հավատարիմ գնալով շարունակել իմ մասնագիտական պարտականությունը, որովհետև մենք հասարակության առաջ այո պատասխանատու ենք։ Եվ այս դեպքում շեղվում է ու խախտվում է այս գիծը, որովհետև անհավասար պայմաններն էլ նշեցինք այդ պատասխանատվության մասով, բայց նաև այդ նույն օրինակ հեռուստատեսությունները եւս ունեն կայքեր։ Եվ այդ կայքերում, Facebook-յան էջերում, սոցիալական ցանցերում չի տեղադրվում կոնտենտ, որը սարկազմիկ է, մարդկանց, չգիտեմ, թիրախավորում է, այս դեպքում նաև խոսքը ապագա կամ ներկա տեխնացուների մասին է։ Բայց մենք տեսնում ենք on-line տիրույթում կայքեր, որոնք լրատվականի անուն ունեն կամ բարձրախոսով անհատը, չգիտեմ, լրագրող են, հա, գալիս է հարց է տալիս Պաշտոնյանին մեզ հետ հավասար եւ մենք տեսնում ենք, որ ծաղրանքի նոտաներ են այդտեղ գնում կամ չգիտեմ, նույն ասած արհեստական բանականությամբ Գյումրիում վերջին թիմ ընտրությունները երբ որ տեղի ունեցան, Գյումրիում բոլոր գրեթե բոլոր տեխնացուների մասին պատրաստվեցին AI-ով վիդեոներ եւ 40-ից բարձր շեմը այդ տարիքի մարդիկ շատ բարդ էին տարանջատում դա իրականություն է թե ոչ։ Սկսած խոստումներից եւ բամբասանքի առիթ է դառնում։ Սկսած խոստումներից մինչեւ տարօրինակ դրսևորում, օրինակ հարցը տալուց հետո տեխնացուն պարում էր կամ ճիշտ հակառակը ասում որ Գյումրիում ունենալու են նավահանգիստ, բայց մենք ցամաքային երկիր ենք, առավել եւս քաղաք։ Այսպիսի տարօրինակ բաներ են կատարվում, որը լրագրողների եւ իրական լրագրողների աշխատանքը բավականին բարդացնում է։ Այ վերջո օգտատերը ինչպես կարող է ֆիլտրել իր լրահոսը, այսպես ասած, մեծամասամբ դա լինում է Telegram-յան ալիքների եւ Facebook-յան էջերի օգտատերերի բarակայում։ Բնականաբար սա թիրախավորում թող չհնչի բոլոր նորաստեղծ մեդիա կենտրոնների, բայց ամեն դեպքում հավաստի համարվում է գոնե այդ դասական լրագրության օրենքներին տիրապետող եւ հավատարիմ մնացող լրագրողները կամ ԶԼՄ-ները, մեդիա կենտրոնները, որոնք դասական մենք գիտենք ինչ որտեղ երբ հարցի պատասխանները առնվազն պետք է լինեն
նյութում։ Երբ որ կա էթիկա, երբ մարդը չի թիրախավորվում, երբ այդ լսարանը եւ ամենակարևորը բազմակողմանիությունը կա բնականաբար եւ հետո չնայած սա բնորոշ է ավելի շատ Գյումրիին, որովհետեւ մենք աշխատում ենք այդ սկզբունքով, որ քաղաքը փոքր է եւ մենք տեսնելու ենք իրար մայրաքաղաքային տիրույթում մի փոքր ամեն ինչ ավելի այլ ընթացք ունի, բայց ամեն դեպքում հետո նաև նորաստեղծ կայքեր կան, որոնք չգիտես ինչպես, բայց ունեն շատ ավելի մեծ լսարան, քան ենթադրենք ոլորտում 10 եւ ավելի տարի գործունեություն ծավալած մեդիա կենտրոնները, ԶԼՄ-ները, սա եւս խոսում է այն մասին, որ նրանք ուրեմն անհայտ ծագում ունեն։ Ինչպես օրինակ Edge-ը բացվել է այլ անունով, հավաքել են լսարան եւ մի օր որոշել են, որ այն կարող է ծառայել նաեւ որպես ԶԼՄ միջոց եւ այդ գործիքակազմով է ծառայում եւ իհարկե եթե թերթենք մենք կտեսնենք որ պատմություն չունի ինչի համար է ստեղծվել եւ այլն շատ ուրախալի է որ այսօր սոցիալական էջերը եւս ունեն վերևներից այսպես ասած վերահսկողություն Meta-ի կողմից օրինակ Instagram-ը եւ Facebook-ը լուրջ խոշորացույցի տակ է եւ օրինակ եթե նոր նշած խնդիրը լինի բացվել է Edge, որը գնացել է այլ ուղղությամբ, բայց հիմա ծառայում է այլ նպատակի, օրինակ քաղաքական քարոզ եւ այլն, Edge-ը արգելափակվելու է, որովհետեւ ինքը տեսնում է պատմությունը, որը եղել է լրիվ այլ կոնտենտ, հիմա դարձել է լրիվ այլ բան եւ անունը եւ կոնտենտը։ Բայց ցավոք սա չնայած հիմա երիտասարդները եւս այդքան էլ ուշադիր չեն, բայց ել չեմ խոսում 40-ից բարձր շեմի մասին, որովհետև իրենք ուղղակի անուշադիր են եւ այդ ասածս առաջին եկած ինֆորմացիան ընդունում են որպես բացառիկ իրականություն եւ վերջ, ոչ մի քննադատություն։ Կամ առնվազն, եթե ցանցրանում են եւ չեն ուզում մեկ ԶԼՄ-ի հետևելով ինֆորմացիայի մասին ամբողջական պատկերացում ունենալ, հետևեն պաշտոնական աղբյուրների եւ առնվազն այդ նորության գոնե ամենակարևոր վերնագիրը, օրինակ, այս ինչ մարդը խախտել է օրենքը, կուսակրոնության ուխտը կամ չգիտեմ քաղաքական եզրույթով ինչ-որ բան, այդ միտքը առնվազն որոնեն եւ եթե չեն գտնում գոնե մեկ աղբյուրից բացի այլ հարթակներում եւս, սա արդեն իսկ կասկածի տեղիք է։ Ինֆորմացիան ստուգեն եւս մի քանի րոպե հետո, որովհետեւ այո կա արագության խնդիր, մեկը ավելի շուտ, մեկը ավելի ուշ է ինֆորմացիան տեղադրում։ Հետո նաեւ այդ քանի որ Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ սինդրոմը միշտ գործում է եւ ակտիվ է ու ակտուալ, ապա հարցնեն իրենց հավաստի աղբյուրներին։ Օրինակ բնականաբար ոչ բոլորի բարեկամները կամ ընկերների շարքերում կլինեն լրագրողներ, բայց կլինեն հասարակական ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ, կրթական ոլորտի մարդիկ հարցնեն իրենց, իսկ իրենք ինչ ԶԼՄ-ներ են հետևում, արդյոք սա իրականությանը համապատասխանում է թե ոչ, եւ երբեք պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվող կառույցները չեն կարող գրել կարդացեք, քանի չեն ջնջել, բացառիկ մեծատառերով միայն վերնագրեր եւ այլն։ Այս ամեն ինչը հուշում է այն մասին, որ ուրեմն ձեզ խափում են եւ դուք բացի նրանից որ ապատեգատվության զոհ, դուք կարող եք դառնալ նաեւ ֆիշինգի զոհ, կորցնել հաշիվը սոցիալական, ինչու ոչ նաեւ ֆինանսական խնդիրներ ունենալ, որովհետեւ կարող են օրինակ, եթե ձեր սոցիալական էջերը կցված են նաեւ ձեր բանկային քարտին, ուրեմն դա եւս լուրջ խնդիր կարող է հանդիսանալ։ Այն ժամանակահատվածում նաև շատ տարածվում է սունկ կայքեր ասված եզրույթը, այ դա ինչ է, դրա մասին նաև մի փոքր իրազեկենք մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին, որ նշեցիր կան կայքեր, որոնք վերջին ժամանակներում չգիտես ինչպես են բացվել, հա ինչ ծագումնաբանություն ունեն, այ դրանց եւ սունկ կայքերի այսպես համեմատականները տանենք մի փոքր։ Սնկի նման աճող կայքեր այո, այս եզրույթը մենք անընդհատ օգտագործում ենք, մասնավորապես մեդիա ոլորտում ու մեր նեղ ընկերական շրջապատում լրագրողներով քննարկելուց, բայց ուրեմն այդ կայքերը բնականաբար երբ որ արագ են ստեղծվում, նախ հարկ է ուշադրություն դարձնել երբ եւ ինչու են ստեղծվում։ Օրինակ, հաշված ամիսների հետո Հայաստանում լինելու են համապետական ընտրություններ, եւ եթե օրինակ ստեղծվել է հիմա այդ կայքը, կա չէ, օրինակ մտավախություն, որ ուրեմն սա ծառայելու է ինչ-որ քաղաքական նպատակների։ Բնականաբար պետք է լինի, բայց այս ամեն ինչը քննադատողական մտածողություն ունենալու արդյունքում կարելի է ունենալ եւ կասկածել արդյոք սրան հավատալ պետք է թե ոչ։ Եվ կրկին նշում եմ, եթե այդ կառույցը արագ հենց նոր է ուղղակի եկել աչքի ընկել, դաշնոր է նետվել եւ ինքը բացառապես թիրախավորումներ է իրականացնում եւ այլն, բնականաբար օբյեկտիվ լրագրության մասին խոսել այդտեղ չի կարելի։ Եվ մենք զուտեսպային թիրախավորում չանելու, թիրախավորմամբ չզբաղվելու եւ նաեւ գործընկերական կոռեկտությունը պահելու շրջանակներում անուններ չհնչեցնենք, բայց մեր աչքի առաջ ամեն օր Facebook-յան տարբեր էջերում, օրինակ, պարտադիր չէ որ լինի կայք, Facebook-յան սոցիալական ցանցում եւս ստեղծվում է էջ եւ այդ էջում հրապարակվում են տարբեր տարաբնույթ ինֆորմացիաներ։
Եվ հենց սա է, որ ինչու ոչ նաև էմոցիաների վրա է շեշտը դրվում, որովհետև հիմա կան չասենք սևերի եւ սպիտակներ, բայց ճամբարների բաժնված մարդիկ, հասարակության տարբեր շերտեր, որոնք հավատում են այս կամ այն ուժին, քվեարկելու են այս կամ այն ուժին։ Եվ եթե դա իրենց ականջ շոյող ինֆորմացիա է, ապա իրենք դառնում են այդ ինֆորմացիայի կրողը, կիսողը եւ ինքնամոռատ ձևով այդ ինֆորմացիան պաշտպանողը։ Երբ որ դու անգամ շեշտում ես, որ սա ապա տեղեկատվություն է, չկա փաստարկ այդ մասին, կամ ճիշտ հակառակը փաստերով ապացուցում ես, որ դա ապա տեղեկատվություն է, միևնույն է իրենք ֆանատիզմով տարված փորձում են քեզ ապացուցել, որ դա այդպես չէ։ Մյուս խնդիրը եւ ոչ միայն սոցիալական էջերի կամ լրագրողների մասին խոսենք, ինչու ոչ նաեւ քաղաքական գործիչների թիմերը, այսպես ասած PR մասնագետները ստեղծում են ենթադրենք Պողոս Պողոսյանի աջակիցներ էջ։ Եվ այդ աջակիցները էջում մենք տեսնում ենք, թե այդ տեխնացուն ինչքան աստվածային է։ Սպասում ենք, որ վաղը օրինակ ջրի վրայից քայլելու է, բացելու է ծովը, ասֆալտապատելու է ամբողջ Գյումրին։ Իսկ դա այդպես չէ։ Տեսնում ենք, որ ոչ։ Թերևս Գյումրու թիմի ընտրություններից անցել է մոտ 1 տարուց ավելի, եւ Գյումրու տեխնացուների շատերի աջակիցների էջերում մենք տեսնում ենք քաղաքի մասին տեսլականներ, որում ես ինքս շատ կուզենայի ապրել, բայց ցավոք 1 տարվա ընթացքում այդ եւ ոչ աջակիցները, ոչ էլ աջակցություն զգացողները չեն արել այնպիսի բան, որ մենք տեսնենք, որ դա իրականություն է։ Դե նախընտրական խոստումներն արդեն առանձին թեմա են այս համատեքստում։ Մենք գիտենք, որ մեդիայում կարծիք ձևավորող հանրույթը ոչ միայն այսպես քաղաքական գործիչների անհատական էջերն են, ոչ միայն իրենց աջակիցների անհատական էջերն են, այլ մասնավորապես լրագրողներն են եւ նաեւ վերջին տարիներին շատ տարածված է բլոգերները եւս զբաղվում են նախընտրական քարոզարշավով երբեմն։ Ինչ ես կարծում, ով կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ լրագրողները, թե բլոգերները։ Ես չեմ սիրում թիրախավորել, պիտակավորել, որովհետև ցանկացած մասնագիտություն ունի իր կարևորությունը եւ եթե այդ մասնագիտությունը կա, ուրեմն կան այդ մասնագետները, դա արդեն իսկ հարգանքի արժանի է, բայց փոքր հուշում, այստեղ իհարկե լրագրողները եւս ստանում են աշխատավարձ, բայց բլոգերները կոմերցիոն պատվեր են կատարում։ Ըստ էության, եթե բլոգերը աջակցում է ինչ-որ տեխնացուի, կարելի է մտածել, որ այդտեղ կա ինչ-որ հոնորար։ Չեմ թիրախավորում եւ չեմ ասում, որ բլոգերները օրինակ քաղաքական պատվեր են կատարում հենց այնպես։ Իհարկե կան բլոգերներ, ովքեր օբյեկտիվորեն առանց գումար վերցնելու ասում են, որ ես այս քաղաքական ուժի կողմնակից եմ, բայց այո, հենց այդտեղ է կարևորությունը։ Ես աջակցում եմ։ Այսինքն սա սուբյեկտիվ կերպով իր կարծիքն է հայտնում, բայց եթե օրինակ խոսում է, որ այ ամենալավ ուժն է գալիս, եկեք քվեարկեք, փրկենք, փրկվենք եւ այլն, այստեղ մտածելու տեղիք է տալիս։ Եվ մի շատ կարևոր բան, որպեսզի շատ չկարևորեմ իմ այսքան սիրելի մասնագիտությունը, որովհետև քաղաքական գործիչները շատ վաղուց կարևորում են եւ մենք ավելի կարևորվելու կարիք չունենք եւ բացի այդ էլ իզուր չէ որ ԶԼՄ-ն 4-րդ իշխանություն է կոչվում, սա արդեն գնահատական է, բայց ինձ համար ամենալավ գնահատականը Վրաստանի վարչապետներից մեկն է տվել, երբ նրան հարցնում են, որ դուք վախենում եք լրագրողներից, պատասխանում է, որ չի վախենում, բայց քաղաքական եւ առհասարակ պաշտոնյաների իշխանությունը եւ ղեկավարումը լիազորությունը ժամանակավոր է, լրագրողների իշխանությունը հավերժ։ Սա գնահատական է իմ սիրելի մասնագիտությանը եւ հենց ասածը այդ համեմատությանը լրագրություն թե բլոգերություն, ես լրագրող եմ, ով միկրոբլոգով է զբաղվում, բայց եթե վերջնական որոշում եմ կայացնում, ես լրագրող եմ։ Դե այստեղ բնականաբար արդեն յուրաքանչյուր մասնագիտությունն իր տեղն ունի եւ պիտի կրկնվեմ նաեւ հարգանքի է արժանի, բայց եթե եզրափակենք արդեն այսօրվա թեման, խնդրում եմ շարունակես միտքը մեդիան այսօր կարևոր, վճռորոշ, երբեմն նաեւ քաոտիկ դեր ունի մեր հասարակության մեջ։ Շնորհակալություն Հրաչ, իսկ ես մեր հեռուստադիտողին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում մենք զրուցում ենք լրագրող մեդիափորձագետ Հրաչ Սահակյանի հետ, կհանդիպենք։